Սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում եմ քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում եմ քո այսօրվա թարմ օծությունը, նոր օծությունը, խնդրում եմ քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քո կամքով է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա, քանի որ քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։ Սիրելի հայր, փառավորվիր ամեն իրավիճակի վրա Հիսուս Քրիստոսի ձեռքով, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն իրավիճակներ հնազանդված են քո կամքին։ Հիսուսը խաչի վրա 2000 տարի առաջ տարել է հաղթանակը ամեն իրավիճակի համար։ Ու ամեն իրավիճակները խոնարհված են Հիսուսի ոտքերի տակ։ Շնորհակալություն, որ քո կամքը կատարված փաստ է։ Ժամերն ու ժամանակները տեսանելի են ու անցողիկ, բայց քո խոսքը հաստատուն։ Ինչ որ դու ասում ես, դա է ճշմարտությունը։ Ինչ որ տեսանելի է, դա ժամանակավոր է, ինչ որ անտեսանելի է, դա հավիտյան է։ Փառք ես, որ քո զորավոր ձեռքով մինի Արարատի ասքանազի արքայությունը բարձրացրել ես ու քո հոգու զորությամբ մարդկանց կյանքերում բերել ես փոփոխությունը, որ ամեն մեկը ճանաչել է քեզ, հանդիպել է քո հետ, ստացել է փրկություն, լցվել է քո Սուրբ Հոգով ու քո զորավոր ավետարանիչներն ու առաքյալներն են, ուսուցիչներն ու հովիվներն են, որոնց ուղարկել ես քո արքայությունը տարածելու։ Շնորհակալություն, որ դու երկիրը, որը որոշել ես, որը մինին Արարատն ու ասքանազն է, քո զորությամբ ես բարձրացնում, այդ սահմաններով Հայաստանը դու ես ստեղծում ու որևէ մեկը չի կարող սրան հակառակվի, քանի որ դու ես, որ կատարել ես ողջ օրենքն ու մարգարեները, սա կատարված փաստ է։ Ժամանակի մեջ ամեն բան տեսանելի կդառնա որոշված օրը։ Փառք ես քո փառավոր հաղթանակի համար, որ սա կայացած փաստ է քո հոգու զորությամբ իրականացած։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այն ինչի մասին, որ ես ձեզ խոսում, գուցե շատերի համար անհասկանալի է։ Գուցե դուք տեսնում եք Հայաստանը փոքր սահմաններով, տեսնում եք Հայաստանը Աստծուց հեռու, մարդկանց սրտերը բոլորովին այլ տեղ, ընդհանրապես Աստծուն չեն փնտրում, Աստծու կամքը չեն ուզում, իհարկե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը չեն ընտրում Աստծու կամքը, ու դուք լսելով նման աղոթքը գուցե եւ չեք հասկանում ինչի համար եմ ես նման ձևով աղոթում, կամ մեծ հայքի սահմաններով Հայաստանը դեռ չկա, ու այն մնացած մասն էլ դեռ գտնվում է իսլամական գերության մեջ, բայց ես խոսում եմ այն ձև, ասես թե եղած կատարված լինի։ Այո, ես չեղած եղածի պես եմ կանչում, որովհետև Աստծո խոսքը ճշմարիտ է ու հաստատուն է։ Հիսուսի կատարած հաղթանակը խաչի վրա արդեն իսկ բերել է այդ հաղթանակը։ Սա ընդամենը ժամանակի հարց է։ Եթե Աստված որոշել է, որ այս սահմաններով Հայաստանը մինին Արարատն ու ասքանազն է, որը պետք է բարձրանա Բաբելոնի դեմ պատերազմում ունենա հաղթանակ, ուրեմն սա անպայման կկատարվի։ Աստծո խոսքը հաստատված է երկնքում, անփոխարինելի է։ Միակ հարցը, որ մենք չգիտենք, դա ժամանակներն է։ Մենք չգիտենք դա երբ տեղի կունենա, ու երբ որ աչքի երևույթով նայում ենք, մեզ անհասկանալի կարա թվա, թե ինչ է կոնկրետ այս աղոթքը, որ դուք լսում եք, կարա ձեզ համար անհասկանալի թվա։ Բայց ես մի երազ ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որը հաճախակի պատմել եմ, ու այս երազը հիմա պատմելով ձեզ ավելի պարզություն կբերեմ իրականում, թե ինչի համար եմ ես նման ձևով աղոթում։ Հիշում եք, ես եղել է ժամանակ առ ժամանակ տարբեր եթերներով այս երազը պատմել եմ, ու հիմա հիշացնում եմ։ Այդ երազից մեջ ես գտնվում էի Գերմանիայում։ Իրականում այս երազը ես տեսել եմ երևի թե մի 15-16 տարի առաջ, ու Գերմանիայում երբևէ չեմ եղել, այն ժամանակ երբևէ որևէ գերմանացի ծանոթ էլ չեմ ունեցել, որ ապրում է Գերմանիայում, այսինքն որևէ, ու հիմա էլ Գերմանիա դեռ չեմ գնացել, ինչի համար Աստված նման ձև ցույց տալի, ես դա չեմ կարող ասեմ, ինչի հատկապես Գերմանիան, բայց ուղղակի փաստացի պատմեմ ոնց կար։
ես Գերմանիայում էի ապրում, ինչ-որ մի շենք էր ու այդ շենքի 4-րդ հարկում էի։ Դիմացի շենքում ապրում էր իմ ծանոթներից մեկը, մի կին, որի հետ բավականին մտերիմ էի ու համարում էի իրան իմ ընկերը։ Ու ինքը ապրում էր դիմացի շենքի 2-րդ հարկում։ Երբ որ ես իմ պատուհանից նայում էի, իր ամբողջությամբ այդ պատուհանը առանց վարագույրների էր, պարզ երևում էր, թե ինքը տան մեջ ինչով է զբաղված։ Ու ինքը իմ աչքի առաջ էր։ Ու հետո ինքը, երբ որ հաջորդ օրը գործի էր գնում, ինքը ինչ-որ մի վայրում էր աշխատում, որը իրականում չեմ կարող ասեմ դա ինչ վայր էր, բայց նենց էր ստացվում, որ ես իմ ընկերոջ հետ ամեն օր գնում էի այդ վայրը, որտեղ այդ կինը աշխատում էր, ու ստացվում էր, որ ես ամբողջ օրը անցկացնում եմ այդ իր աշխատանքի վայրում։ Ու ստացվում էր, որ ես այդ կնոջը ամբողջ օրը տեսնում եմ եւ իր տանը, եւ իր գործի տեղը, իր ամբողջ կյանքը իմ աչքի առաջ է։ Ու երբ որ ես նայում էի, իր կյանքի մեջ կար բաներ, որը աստվածահաճո կյանք չէր։ Կային մեղքեր, որ ես տեսնում էի։ Ու ես մտածում էի, որ ես գնամ իրան ասեմ իր մեղքը, ինքը դրանից հետո կապաշխարի, կզղջա, կփոխի իր ապրելակերպը ու Աստծո խոսքի համաձայն կլինի դա։ Ու ես երբ որ գնացի իրան ասեցի իր մեղքը, դրանից հետո առանձնացա իմ սենյակում, աղոթում էի ու ասում էի Աստված ջան, ների իրան, ինքը չի հասկանում ինչ է անում։ Ես անկեղծ ասած հույս ունեի, որ ինքը հաջորդ օրվանից պետք է այդ հանդիմանությունը ընդունելով այլևս նման կյանքով չապրի։ Բայց ես հաջորդ օրը նորից տեսա, որ ինքը ապրում է նույն կյանքով, ոչ ման չի փոխվել։ Ու երբ որ ես այդ ամեն ինչը տեսա, նորից գնացի իր մոտ, նորից իրան ասեցի իր մեղքը ու նորից առանձնացա սենյակում ու ասեցի Աստված ջան, ների ինքը չի հասկանում ինչ է անում։ Ու այդ ժամանակ Աստված ինձ ասեց մի գնա իրան մի ասա իր մեղքը։ Գնա ու ասա դու իմ սուրբն ես, դու իմ օծյալն ես։ Գիտեք, ստեղ շատ մեծ նրբություն կա, թե ինչ է Աստված ասում։ Ստեղ է ամբողջ հարցը։ Տեսեք, ես իմ ֆիզիկական աչքերով տեսնում եմ գործողություն, մեղք, օրենքով գիտեմ, որ դա մեղք է, ու երբ որ ես ասում եմ, ես հույս ունեմ, որ ինքը իր գործողություններով պետք է այլևս այդ ձև չանի, որպեսզի համարվի սուրբ, այսինքն մեղքից ազատվելով պիտի համարվի սուրբ։ Ես այդ ձև մտածում եմ, ու դա օրենքն է այդ ձև, բայց Աստված ուրիշ բան է ասում։ Այդ մեղավոր կնոջը, որին ես ֆիզիկապես տեսնում եմ մեղքի մեջ, Աստված ասում է գնա ասա իմ սուրբն ես, իմ օծյալն ես, մի բան, որը իմ աչքի տեսածով ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Ու քանի որ ես ունեմ օրենքի մտածելակերպ, ու ես չեմ կարողանում հասկանամ Աստծո ասածը, ես գնում եմ նրա մոտ ու նորից հաջորդ օրը ասում իր մեղքը, ու նորից առանձնանում եմ ու ասում Աստված ջան, ների ինքը չի հասկանում ինչ է անում։ Գիտեք, ես ամբողջությամբ համոզված եմ, որ ես ճիշտ եմ անում։ Ես հասկանում եմ, որ Աստված ամենակարող Աստվածն է, ու երբ որ ինքը մի բան ասում է, դա ճշմարտությունն է, բայց իմ մտքի մեջ, իմ հասկացողության մեջ Աստծո ասածը չի տեղավորվում, որտեղ ես այլ բան տեսնում եմ, ու Աստված ինձ այլ բան է ասում ասա։ Ու Աստված նորից ինձ ասում է՝ մի գնա իրան մի ասա իր մեղքը, գնա ասա դու իմ սուրբն ես, դու իմ օծյալն ես։ Ու հետո շարունակում Աստված ինձ բացատրել, ասում է երբ որ դու իրան ասես դու իմ սուրբն ես, իմ օծյալն ես, իմ զորությունը կկպնի իրան ու ինքը կազատագրվի այդ մեղքից։ Տեսեք, նույնիսկ Աստված ինձ բացատրում է մանրակրկիտ, թե դա ոնց տեղի կունենա, դա հավատքով է տեղի ունենում։ Ում որ Աստված ազատում է, ճշմարտապես ազատ է, ու Աստծո խոսքն է, որ բերում է այդ ազատությունը։ Մարդուն իր մեղքը ասելը, որ հույս ունես, որ պետք է գնա դրանից ապաշխարի, դա չի բերում ազատագրում։ Ազատագրում բերում է ճշմարտությունը, որը Աստված հռչակում է այդ մարդու կյանքում։ Իսկ ինչի համար Աստված իրան անվանում սուրբ ու օծյալ, որովհետև Հիսուսը գինը վճարել է խաչի վրա, այդ մարդու համար արյուն է թափել,
ցանկացած մեկի համար ու գնել է այդ մարդուն ու քանի որ գնել է իր արյունով այդ մարդուն այլևս մեղավոր չի տենում է սուրբ ու իր օծյալը, որին առանձնացրել է իր ծրագրերի համար։ Տեսեք, այսքան Աստված ինձ բացատրելուց հետո ես նորից հաջորդ օրը գնում եմ իր մոտ ու իրան ասում եմ իր մեղքը ու նորից գալիս եմ սենյակ, աղոթում եմ, ասում Աստված ջան, ներիր, ինքը չի հասկանում ինչ է անում։ Աստված նորից ինձ ասում է, մի գնա, մի ասա իրան իր մեղքը, գնա ասա դու իմ սուրբն ես, դու իմ օծյալն ես։ Ու երբ որ ինքը այդ անգամ ինձ ասում է, իմ երազի մեջ ես մի հատ էլ տեսիլք եմ տեսնում։ Ես տեսնում եմ այդ կնոջը բեմի վրա կանգնած բացօթյա տարածքում, շատերը տեսած կլինեք կներեք Բոնկեի ծառայությունները Աֆրիկայում, երբ որ վերջը չի երևում մարդկանց, միլիոնավոր մարդիկ են կանգնած։ Ու երբ որ ու Աստված Հիսուսը տալի, որ այդ կինը այդ պահից հետո, որ ես իրան ասեմ դու իմ սուրբն ես, դու իմ օծյալն ես, ամբողջությամբ այդ տեսիլքով ցույց է տալի, որ այդ կինը բեմի վրա կանգնած է, հագած երկար կապույտ պլաշ, որը խոսում է մարգարեոծության մասին, իր հագին կար հաստ կաբլուկներով կոշիկ, որը խոսում է ավետարան չի կոչումի մասին, ու ինքը քարոզում էր միլիոնավոր մարդկանց։ Ու Աստված ցույց է տալի իր ծառայությունը, երբ որ այդ կնոջը ես ասեմ այն, ինչ որ Աստված է ուզում, որ ես ասեմ, այդ կնոջ կյանքում կգա ազատագրում մեղքից, հետագայում այդ կինը Աստծո օծյալն է, որ պատրաստված է զորավոր մեծ ծառայության համար։ Ես իմ աչքի երևույթով նայելով չեմ կարողանում ինքս ինձ հաղթահարեմ ու ասեմ այն, ինչ որ Աստված է ասում։ Դրանից հետո նույնիսկ ես գնում եմ այդ կնոջը նորից ասում իր մեղքը, նորից առանձնանում եմ իմ սենյակում ու ասում Աստված ջան, ներիր, ինքը չի հասկանում ինչ է անում։ Ու տենց շարունակվեց օրի վրա, Աստված ինձ մի բան էր ասում, ես մի ուրիշ բան էի անում։ Ու հետո մի օր այս կինը մահացավ ու գնաց դժոխք։ Ու Աստված ինձ ասեց, այդ կնոջ արյունը քո ձեռքերից եմ պահանջելու։ Ու ես արթնացա, ու ես դրա շուրջ շատ մտածում էի, ես երկար ժամանակ չէի կամ հասկանա ինչ է սա նշանակում, բայց դա աշխատանք էր իմ հետ, իմ մտքի հետ, որ Աստված ուզում է, որ մենք չեղածը եղածի պես կանչենք։ Տեսեք, այսօր էլ Հայաստանին նայելով շատերը ասում են, մինչև Հայաստանը չապաշխարի, իր մեղքերից չզղջա, ներում չի ստանա։ Իսկ Աստված Հայաստանին անվանում է իր ընտրված երկիրը, որի միջոցով ջարդելու է Բաբիլոնի գլուխը։ Ու շատերի համար սա անհասկանալի է, ոնց այդ երազի մեջ իմ համար էր անհասկանալի։ Բայց Աստված այն ինչ որ ասում է, իր զորությամբ ինքն է իրականացնում։ Աստված գիտի ինչի համար է նման ձևով ասում։ Աստված իր խոսքով է մարդուն ազատագրում։ Աստված իր խոսքով է ազատագրում երկիրը իր ծրագրերի համար, իր փառքի համար։ Հիսուսի արյունն է, որ սրբացրել է։ Մարդը օրենք կատարելով չի, որ սրբանում է։ Մենք նոր ուխտի մեջ ենք գտնվում Հիսուսի արած զոհի պատճառով։ Մենք վստահում ենք Հիսուսի արած զոհին, որ ամեն բան կատարվել ու ավարտվել է, ու Հիսուսի խոսքը ունի զորություն իրավիճակները փոխելու։ Գիտեք, ինչն է հետաքրքիր, որ նմանատիպ մի բան արդեն իրականում 5 տարի հետո, այդ երազից հետո, ես լսեցի Քրիս Վալտոնի քարոզներից մեկի ժամանակ, երբ որ ինքը պատմում էր ու վկայում էր, ասում է ես ծառայության ժամանակ սովորություն ունեմ, երբ որ քարոզը կարող է քարոզելուց ելնեմ, հանկարծ կանգնեմ, մատս պահեմ ինչ որ մեկի վրա ու սկսեմ իր վրա մարգարեական խոսել։ Ու ասում է բոլոր եկեղեցում բոլորը արդեն գիտեն, որ իմ հավաքույթները նման ձևով կարան ասեն ու ոչ մեկի համար դա անսպասելի չի։ Ասում է օրերից մի օր ինձ մոտեցավ մի հատ երիտասարդ ու ինձ ասեց հիշում եք ինձ, ասացի չէ չեմ հիշում, ահա սկզբից մոտեցել է մի հատ աղջկա հետ, ասել է ուզում եմ որ դու օրհնես մեր ամուսնությունը, Քրիս Վալտոնին հետո հարցրել է, ասել է հիշում ես ինձ, Քրիսը ասել է չէ չեմ հիշում,
ասելա ես տեղ էի մի 6 թե 8 ամիս առաջ, ասում է դու հավաքույթի ժամանակ մատդ պահեցիր իմ վրա, ասցիր որ վեր կենամ կանգնեմ ու հետո իմ վրա մարգարեացար։ Քրիսը ասում է, գիտես, ասում է իմ հավաքույթները սովորական է, որ նման ձևով անցնում, դրա համար ես չեմ կարա հիշեմ ինչի մասն ես դու ասում։ Ու այս երիտասարդը սկսում է պատմել, ասում է այդ օրը իմ ընկերները ասում են զորով բերել էին եկեղեցի ու ինքը թմրանյութի ազդեցության տակ է եղել։ Ահա որ ծանր նարկոտիկների ազդեցություն վերջի ստադիայում ինչ որ ինքը այդ ձև ներկայացնում է, որ շատ ծանր վիճակ է եղել։ Ու ասում է այդ օրը այդ վիճակում ես նստած եմ այդ հավաքույթին, որ զորով ընկերներս բերել են, ու դու ինձ մատդ պահում ես իմ վրա ու երբ որ ասում ես կանգնի, ես կանգնում եմ, ինձ ասում ես դու Աստծո Սուրբն ես, դու Աստծո Նազարեին ես։ Ու ասում է վերջ։ Ասում է իմ ընկերները, որ ինձ բերել էին նման վիճակում, ասում է հաստատ մտածեցին, որ դու այսօր որ խոսում ես, Սուրբ Հոգու ազդեցությունը չկա, Սուրբ Հոգու առաջնորդությունը չկա, դու մարմնավոր մի բան ասեցիր, որտեղ ասեցիր մեկին, որը թմրանյութի ազդեցության տակ է ու իրան անվանեցիր Աստծո Սուրբ ու Աստծո Նազարեի։ Ասում է, բայց հետաքրքիր այն էր, որ այդ խոսքերը երբ որ դու ասեցիր, ասում է միանգամից զորությունը կպավ ինձ ու ես միանգամից ազատագրվեցի թմրանյութից։ Ասում է այդ պահից սկսած իմ կյանքը փոխված է։ Ես ամեն անգամ գալիս եմ արդեն եկեղեցի, Աստծո խոսքով ապրում եմ, Աստված ինձ ազատագրեց։ Ու հիմա ես եկել եմ, որ դու օրնես իմ այս ընկերուհուս հետ միաբանությունը։ Ու սա այս վկայությունը, երբ որ ես լսում եի, ես անցկացնում էի զուգահեռ այդ երազի հետ, երբ որ տեսել եմ 5 տարի առաջ այդ պահից, ու ես տեսնում եի իրականում Աստված ոնց է հաստատում իր խոսքը ու ոնց է սովորացնում, որ մենք աչքի երևույթով չնայենք իրավիճակին ու չեղածը եղածի պես կանչենք, ոնց Աստված է կանչում։ Մեղքից ազատողը Աստված է։ Խոսքը ասում է, որդին ում որ ազատի ճշմարտապես ազատ կլինի։ Որդին Աստծո կենդանի խոսքն է։ Ու Հիսուսը ինչ որ խաչի վրա իրականացրել է, դա կատարված փաստ է։ Պատճառը այն է, որ երբ որ կարդում ենք թղթերը, Պողոս առաքյալը նամակներ է գրում, մարդկանց է գրում ու մարդկանց անվանում է սրբեր։ Ինչի համար է ինքը այդ ձև անվանում։ Որովհետև գիտի, որ Հիսուսի արած զոհի պատճառով մարդը սրբացած է։ Աստված իրան ոնց անվանում է, հենց այդ մարդը այդ է։ Ու սա Աստծո աշխատանքն է։ Մենք մեր ուժերով, օրենք կատարելով, եթե կարանայինք մեզ սրբացնեինք, ոնց այդ երազի մեջ ես ուզում եի այդ կինը այդ օրենքը կատարել ու սրբանար։ Եթե մենք կարանայինք մեր ուժերով, օրենք կատարելով մեզ ազատեինք մեղքից, Հիսուսը չէր գա ու չէր խաչվի մեր փոխարեն։ Բայց Հիսուսը տեսավ մեր տկար վիճակը, մեր անճար վիճակը։ Դրա համար ինքը օրենքը կատարեց մեր փոխարեն։ Դրա համար ինքը նվիրեց մեզ սրբությունը, որը մենք հավատքով ընդունում ենք ու դրա մեջ քայլում ենք։ Երբ որ մենք հավատքով ընդունում ենք Աստծո կատարած զոհը, այդ զորությունը արձակվում է մեր կյանքի վրա ու այն ինչ որ անվանում է սուրբ, դառնում է սուրբ։ Երբ որ հիվանդին ասում է դու առողջ ես, զորությունը իջնում է հիվանդի վրա ու հիվանդը բժշկվում է իր հիվանդություններից։ Երբ որ աղքատին ասում է դու հարուստ ես, զորությունը իջնում է այդ մարդու վրա, հանգամանքները սկսում են փոխվել ու մարդու ձեռքերի մեջ Աստված դնում է կարողություն։ Աստված ում ոնց անվանում է, այդ ձև է, թեկուզ այդ պահին աչքի երևույթով կարող ընդհանրապես դա չերևա։ Դրա համար Հայաստանը, երբ որ Աստված անվանում է Մինի Արարատի ասքանազի տարածքը այդ սահմաններով Հայաստանը, որը կանչված է Բաբելոնի դեմ պատերազմում, Աստված ոնց ասում է, դա այդ ձև է։ Այդ սահմաններով Հայաստանը Աստված է, որ ձևավորելու է։ Երբ որ երկրերին կոչ է անում, ասում է զինեք ու պատրաստեք Մինին Արարատն ու ասքանազը, ինքը գիտի, որ այդ երկրերը անելու են դա։ Ինչքան էլ հիմա հակառակված լինեն։ Աստծո կամքը անփոփոխ է։ Աստված ոնց ասում է, դա է ճշմարտությունը։ Իրավիճակները կփոխեն, հանգամանքները կփոխվեն,
Աստծու դեմ դուրս եկողները կընկնեն, Աստծուն հակառակվողները հաջողություն չունեն, բայց Աստծու խոսքը կատարված փաստացի ճշմարտություն է Հիսուս Քրիստոսի ձեռքով, որը Հիսուսի արյունով կնքված է։ Դրա համար ես օրհնում եմ քեզ մինի Արարատի ասքանազի սահմաններով Հայաստան, որ բարձրացած ես Աստծուն ճանաչողության մեջ ու կատարում ես Աստծու սրտի փափագը, դառնալով ազգերի օրհնությունը, քանդելով ամբողջ աշխարհի վրայից մարդկանց վրայից գերությունը ու սատանայի սուտը, արձակելով Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը։ Շնորհակալություն Հիսուս քո հաղթանակի համար, սա քո հաղթանակն է, սա քո ձեռքով կատարված փաստն է, որը քո զորությամբ իրականություն է դառնում ողջ աշխարհով մեկ ու ողջ աշխարհը քեզ ընդունում է Տեր ու Փրկիչ, միակ ճշմարիտ Աստված, որը իրականապես ողջ մարդկության համար վճարեց գինը, սիրելով մարդուն, ոչ մի բանի առաջ կանգ չառավ ու գնեց սատանայի ճանկերից մարդուն ու ազատեց ամեն դժոխքից։